Բարև, ճակերտներում այսօր տիկին Արուսյակ Սահակյանն է։ Արուսյակ Սահակյան ծնվել է Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան։ Բանահավաք, բանագետ, վիպագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոցենտ, մշակույթի վաստակավոր գործիչ։ Սասնա Ծռեր վեպի մասին հեղինակել է 2 մենագրություն, գրառել է վեպի 118 նոր պատում, կազմել է նորահայտ պատումների 2 ժողովածու, հայ ժողովրդական երգի եւ նվագի 6 ժողովածու, 100-ից ավել գիտական եւ ժողովրդագիտական հոդվածներ, զեկույցներով մասնակցել է միջազգային գիտաժողովների։ Հեղինակել է հայոց Իսաշար հեռուստատեսային կինոնկարը, հիմնել եւ ղեկավարել է ավանդական երգի եւ պարի Նարոյ խումբը։ Պարգևատրվել է Գրիգոր Նարեկացու անվան ոսկե մեդալով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Երևանի քաղաքապետի կողմից ոսկե մեդալներով։ Ինչպես սկսվեց օրը։ Սովորականից տարբեր եւ մի քիչ անհանգիստ։ Իմ օրը ընդհանրապես խիստ ծանրաբեռ է։ Շնչելու ժամանակ չունեմ, բայց շատ սիրում եմ իմ օրը, եթե տանից դուրս գալու առիթը չունեմ։ Այսօր այդ առիթը ունեմ։ Եվ այդպես ամեն օր։ Այո, ես այդ իմ օրվա, որ դարձած է սովորությունը դաժան բան է ու շատ կայուն, շատ սիրում եմ այդ իմ սովորական օրը։ Իր ժամ արդեն դեռ չարտնացած գիտեմ ժամերով, որը ինչից հետո պիտի անեմ, ներառյալ համակարգչի առջև նստելը։ Քանի ժամ եք համակարգչի առջև նստում։ Ախ, եթե տան գործերից երջանկություն եմ ունենում 8-10 ժամ։ 8-10 ժամ։ Բայց մյուս ժամերին էլ շարունակում եմ մտածել։ Այսինքն չի անջատվում։ Այդպեսին է իմ մասնագիտությունը։ Իսկ որ գիրքը մարդ պետք է կարդացած լինի։ Պետք է չեմ կարող ասել։ Անհրաժեշտ է։ Ես շատ վաղուց 65-ից ի վեր միայն մասնագիտական գրականություն եմ կարդում։ 65-ը դա թվական է թե տարիք է։ Թվականի, երբ որ ես իմ բանասիրությունից թեքվեցի ճիշտ հակառակ բանագիտություն։ Եվ այլևս գրականություն չեմ կարդում եւ կարծում եմ, եթե նույնիսկ փորձեմ կարդալ, կարոտում եմ դասականներին, ժամանակ չունեմ, ցավում եմ, եւ եթե փորձեմ կարդալ, արդեն մասնագիտորեն չեմ կարդա, շատ վաղուց բանասեր չեմ, ցավում եմ։ Արդեն բանագետ եմ եւ գրեթե ամեն օր ապացուցվում հնդկական փիլիսոփայության։ Ինչ սիրուն է ասել, կորչ եւ ամենախոս։ Ասում է աշխարհի գրադարանը կարող ես կարդալ, բայց կվերցնես այն, ինչին պատրաստ ես։ Եվ ես կարդում եմ այն, ինչին պատրաստ եմ։ Հիմա ինչ եք կարդում։ Այն գրքերը, որ իմ կողքին են շարված եւ իմ մասնագիտական ընտրյալները, կարդամ, չկարդամ, ես նրանց հետ ամեն առիթով եմ զրուցում, ամբողջ օրը։ Հայագետների փաղանք ունենք։ Կոմիտաս չասեմ։ Իմ բաժին Հայաստվածը, Նիկոլայ Սադոնց, Խափանցյան, Խորենացի, Նարեկացի ավելի ոչ ամեն օր, այդ չի կարելի ամեն օր կարդալ, կարծում եմ, պետք է օրեցօր հասունանալ կարդալ համար, Խորենացուն էլ, բոլորին էլ, եւ այդպես ես այդպիսի ընտրյալներ ունեմ։ Իսկ հայի առանձնահատկությունը որն է։ Գիտեք ինչ, մտածողությունն արդեն իսկ առանձնահատուկ է, բոլոր ազգերի դեպքում։ Բառերից սկսած, հենց բառը, հենց լեզվական մտածողությունից ինքը առանձնահատուկ է։ Այդ առանձնահատուկը ինձ կարող է լինել ծայրագույնս հարազատ, բայց երբ որ մտքի ուղին նույնն է, այլ լեզվով կարդացած էլ ինձ դառնում է ծայրագույն հարազատ։ Մեծ մասամբ ես դրսի աշխարհի հետ հաղորդակցվում եմ ռուսերենի միջոցով եւ անշուշտ թե դա արդեն վաղուց հարազատացած լեզու է
Եվ նույնիսկ եթե դա անգլերենից է թարգմանված, ասենք, ես գերմաներեն չգիտեմ, անգլերենից հոտ քաշած ունեմ, եւ ես տեսնում եմ, որ ռուսերենի թարգմանությունն էլ ճիշտ նույնը չէ, այսինքն նույն անգլերենի բնագիրը չէ, եւ որտեւ մտքի ուղին նույնն է, նույն կերպ ենք մտածում, ես կարծես այդ անգլերեն հեղինակը հայերեն եմ կարդում, այդպիսի հարազատություն ունեմ, մասնագիտականը դա այդպիսի դաշտ է։ Իսկ հայի առանձնահատկությունը որն է։ Լեզվական մտածողության, մտածողության, աշխարհանկալման, աստված ճանաչողության ամբողջ առանձնահատկություն։ Իսկ որ ֆիլմն եք շատ սիրում։ Այն ժամանակ գիտեք շատ չէին գալիս այդ ֆիլմերը փակ էր խորհրդային միությունը եւ շատ սիրում էի այդ փակը, որտեղ ինքը ընտրովի էր ներս ընդունում, ամեն ինչ չէր վերցնում, ընտրում էր եւ այդ ընտրությունը համընկնում էր ոչ թե իր փակ, մեր նաեւ մտավոր հոգեվոր փակ ինչ որ տարածքի այդ ընտրվածը արդեն շատ լայն տարածք էր ֆրանսիական Ժան Գաբենով Qu'est-ce que c'est que ça? Ça, c'est une hispano-suiza 1930, King's Car, Quoi? voiture des rois. Elle marche? Elle démarre en troisième, à froid et en côte. Il y a longtemps que vous l'avez? Elle vient de mon père, ma chère enfant. Et puis là-dedans, au moins, je peux monter avec un chapeau haute forme sans baisser la tête. Vous portez des hautes formes? Non, mais je pourrais. Puis c'est pas comme les véhicules modernes, on est obligé de rentrer à quatre pattes et puis pour sortir, faut un chausse-pied, un tube de vaseline. Pourquoi vous n'êtes pas venu en ville avec? Oh, mais moi, Lyon, on ne verra jamais la zone bleue, même à Nantes. Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Հոգեբանական է արգելքս ոչ։ Գիտեմ, որ դուք շատ եք եղել, եւ դուք գիտեք, որ ես դեռ չեմ եղել։ Ու մասոնքի պես պահում եմ Արաքելոց վանքից բերած ինձ համար մի փոքրիկ կարիկատուր, պահում եմ գրքերից դրված է աչքիս առաջ։ Չեմ եղել։ Եթե շատ-շատերն են գնում, դա այն հոգեբանությունը չի, որ ես իմ պապիտանը զբոսաշրջիկ չեմ։ Սա պատմության դատ է, ես պատմության դատը ես չէ որ պիտի լուծեմ։ Ինձ թվում է չեմ կարող կանգնել այդ բարձունքի վրա քարքել հեռանու նայել իմ մշոդաշտին։ Երկու կողմից էլ իմ ամիջական նախնիների բնակատեղին են կամ մեղրագետը չեմ կարող տեսնել։ Երբ Սուրիայում էի ինձ երկու բան ասեցի խնդրում եմ ինձ չտանեք։ Եփրատը չեմ կարող տեսնել։ Եվ դերձոր չտանեք։ Պալմիրան էլ մի կտան ինձ հետաքրքիր չէ։ Եվ ասի որ Եփրատը չեմ կարող տեսնել։ Չտանեք այդ գետը չեմ կարող տեսնել։ Պատկերացնում եք Սուրիայում։ Ոչ հատուկ վերքենալ գնալ իմ պապենական հայրենիք։ Չեմ կարողանում հոգեբանական արգելք ունեմ, բայց նաև ինքս ինձ չներելու պատճառ է այդ արգելքը, այսինքն չտեսած պետք է գնամ այս աշխարհից։ Կգնամ։ Իսկ Երևանում ինչ նվիրական հատված կա։ Դա բոլոր ընտրությունները երիտասարդային էին ալինում։ Տարեց մարդը ընտրություն շատ չունի եւ չի էլ ընտրում ցանկություն էլ չունի։ Դրանք բոլորը իմ 16-17 տարեկան տարիքի, որ ես առաջին անգամ եկա Երևան, չէ՞ որ ես գյուղից եմ եկել, համալսարան ընդունվել, այդ տարածքներ հանրակացանում էի ապրում։ Մաշտոցի վրա։ Հիմա որ Մոնտեի այդ հյուրանոց է դարձել։ Եվ այդ տարածքը Մատնադարան, միջև օպերա եւ Մոսկովսկին, Տերյանը, Կորյունը, շատ չէի սիրում Կորյունով գնալ համալսարան, չգիտեմ ինչու Տերյանով էի գնում։ Այդ տարածքն է, ոչ այնու որ կենտրոն է դա, ու ես սովորել եմ կենտրոնին։ Այդ իմ երիտասարդության տարածքն է։
Իսկ ուրիշ քաղաք կա աշխարհում, որտեղ կարող եք ապրել։ Ոչ մի։ Ոչ մի։ Գիտեք, մասնագիտության բերումով, սփյուռքի հրավերքներով չափազանց շատ երկրներում եւ քաղաքներում եմ եղել։ Չափազանց շատ։ Չինաստան, Եգիպտոս, Սուրիա, Իրան, Էմիրատներ, ամբողջ Ֆրանսիան վերևից ներքև եւ քանիցս Ամերիկա, ոտի ճամփա է դարձել, ջրի ճամփա, Կանադայում քանիցս ոչ։ Եվ եթե հիմա ասեմ, շատ պիտի զարմանաք։ Ասեք։ Եթե ես ապրեի միայն Բելոռուսում։ Հայտնագործություն երկիր էր ինձ համար եւ ժողովուրդ։ Ես իրենց ասել եմ, չեմ տաքցրել։ Շուտով գնալու եմ 4-րդ տարին է միջազգային ֆորում ավանդական մշակույթի շուրջ, տանում են եւ ամեն անգամ օր են գտնում այդ 4-5 օրվա մեջ տանել իրենց շրջանները եւ նաեւ գյուղերի հետ ծանոթանալ եւ այլն։ Բացառիկ խաղաղություն կա այդ երկրում։ Բացառիկ, ոչ թե որ անտառ, այդ 16 տարեկան նման բիրոսկաների անտառները, երևակայելի աչքդ տեսնի չես հավատում մաքրությունը, խնամքը, ժողովուրդն էլ խաղաղ է։ Ես իրենց ասացի, որ սա, եթե թույլ տաք իմ երկրորդ հայրենիքը ասեմ, եւ երկրորդ ժողովուրդը կարծես իմ ազգակից, Բելոռուսը աստվածավախ ժողովուրդ է, ոչ կրոնապաշտ, աստվածաբախ, դրանք տարբեր բաներ են։ Ինքը մշտապես կարծես պատասխանատվություն ունի Աստծո առջև։ Աստծո անունն էլ բացկա է։ Չէ, այդ բացկան հերվից որ նայում եք, կարծեմ շեղվում է մեր զրույցը։ Հերվից որ նայում եք, եւ ես չթաքցրեցի առաջին անգամ, երբ որ իմ գործընկեր բանագետին այլ միջազգային գիտաժողովում հանդիպեցի, չթաքցրի իմ վերաբերմունքը։ Ինքն է պահում այդ երկիր այդպիսի կարգու կանոնի մեջ։ Հանգստությունն է դրախտը։ Ուրիշ դրախտ ես չգիտեմ, բարեկեցությունն էլ դրախտ չէ։ Շատ երկրային հասկացություն է բարեկեցությունը։ Հանգստությունը, խաղաղությունն է դրախտային վիճակը։ Իսկ հիմա հարսանիքներ գնում եք։ Ռեստորանային։ Էլ որտեղ է լինում հարսանիքը։ Այդ ռեստորանային հարսանիքը ոչ Փերսի հարսանիքն է, ոչ էլ խնամիների, ոչ էլ հրավիրյալների։ Դա դիջեյների հոր հարսանիքն է։ Երբ որ միացնում են երևակայելի բարձրություն, կարծես չի կարելի ցածրացնել, որ կողքինիդ հետ բաժակի խփես լսի ինչ ես ասում։ Աննը տալիս ես չի լսում։ Ոչ խնամի ես ճանաչում, ոչ մեկին ինչ կենաց ինչ բան։ Ես ոչ որպես մասնագետ, էլի իմ մանկության հիշողություններով հարսանիքը Գյուղովի եւ դա տարեկան խորաշնանից մինչև պաս հարսանիքներ էին, շատ հաճախ գրեթե շաբաթը մեկ։ Դա իրոք Գյուղովի վայելք, ուրախություն, երջանկություն էր։ Դրա համեմատ չեմ գնում։ Եթե ստիպված եմ գնամ ինչ չանեմ, ուղղակի ծիծված տուն եմ գալիս։ Պարգևներին ինչպես եք վերաբերվում։ Զգացողությունն էլ չունեմ, գիտակցությունն էլ չունեմ, կոչուների, տիտղոսների, պաշտոնների, աթոռների, համբավի, չունեմ այդ զգացողությունը, էլի իմ գյուղական ծագումն է եւ իմ մասնագիտությունը։ Պատմեմ իմ շատ գրեթե տաղանդավորից այն կողմ իմ մանկության հետ ասած։ Այո։ Հորքուր ձյունոյին ասում, Ձյունիկ։ Դա տարածված անուն է արմտահայերի մեջ։ Սամբելի դայակն էլ Ձյունիկ էր անունը։ Հորքուր ձյունոյին ասում։ Գեհեն էր տեսել։ Մշեցի, ամեն ինչ էր կորցրել։ Բայց
չէր կարող չպատմել հեքիաթ։ Գալիս էր, առիթ էր անում, մանավանդ մեր տուն շատ էր սիրում Արևանիկ։ Մայրիկից ասում էր, «Ցո, լավ, դու քո գործն է, ես երեխանց կժղլցում»։ Ժղլանք դա հանելուկից մինչև, այսինքն ժողով, հավաքատեղի զբաղեցնել։ Նրա պատմած 100-ից ավել հեքիաթ էր պատմում աննման։ Հեքիաթները բոլոր տարբերակներով, իր տարբերակները ուղղակի անմրցակից տարբերակներ են, ժողովածու են պատրաստել։ 100 անգամ էինք լսում հոր Կուրջունոյի պատմածը, ես իմ աչքս բացել եմ, լսել եմ։ 100-րդ անգամ ավելի մեծ վայելք էր։ Երբ 65-ին ընդունվեցի ասպիրանտուրա, ձայնագրիչն առա ուղիղ մեր գյուղ։ Հայրիկս երկող, մայրիկս մեր գյուղը պայթում էր ֆոլկլորից դեռ։ Եվ առաջին հոր Կուրջունոյին։ Երբ ձայնագրեցի, վերարտադրեցի, որ ինքը լսի։ Եվ ինչ կատարվեց իր հետ։ Այդ տեխնոլոգիաների 20-րդ, 21-րդ դար, բայց այդ դարում ապրում էր հոր Կուրջունոն նաև։ Ու ես հոր Կուրջունոյից շատ չեմ հեռացել իմ չայլոցից, տեխնիկական առաջընթացի մագարտակում։ Երբ որ իր ձայնը լսեց, ասաց. «Ջոջիկս է հելա, տեզելքից է գերե»։ Ջոջիկը իր մեծ մայրը։ Երևի նա էր պատմել հեքիաթները, նրանից էր սովորել։ Դե անշուշտ թե ձայնն էլ երևի նման էր, արդեն ծերացել էր, նման էր իր մեծ մոր ձայնին։ Ջոջիկս է սարսափեց։ Տեզելքից է գերե։ Ուրեմն ահոր Կուրձն ասում, «Էս դու ես»։ Արտասվեց եւ ասաց. «Իմ ծամքզի օրշնե կեղնի լավ»։ Կարող է Աստծուն այդ տեսակ էր Ղաբուլ, որ ինձանից միայն իմ հեքիաթները մնային։ Ամեն ինչ էր կորցրել։ Եվ այնտեղ զավակներ, եւ այստեղ երկրաշարժին աղջկան։ Մեծ հարուստի աղջիկ էր եղել, ու զուգս զարդարանքը նրանից եմ գրառել։ Նստեցնում էր մազերս հիմա մոդա է։ Չորենահյուսում էր 40 ծամ։ Մեծ հարուստի աղջիկ էր եղել եւ մեծ հարուստի հարս Բուլանղցի, Մանսկերտ քաղաքում ծնված։ Եվ գաղթի ճանապարհներին մինակ անտեր ամուսնացել էր, նորից մշեցի գաղթական, փախստական մի տղամարդու հետ, որը ընդհանրապես չէր խոսում, որ Կուրձունոն չէր լռում, բայց հեքիաթ էր պատմում։ Եվ նաև ժողովրդական բժշկության։ Այսինքն, եթե ես այդ գիրքը իր ապրելու օրոք, որ մեղքս է, հրատարակի տանեի տայ, ինքը չերել զգա, որ դա իր համբավն է, գիրք է։ Մի առիթով դուք ասել եք, որ ժողովուրդները աշխարհում երկու առաքելություն ունեն. արարելու եւ ավիրելու։ Ես չէ, պատմությունը արդեն բաժանել է, Հայկ Ուբելից սկսած։ Տարածապաշտ նվաճողը էպոսս էլ դրա մասին է։ Եվ պարտադիր ժողովրդական վեպ կամ էպոս ասեմ ավելի հասկանալի ու տարածված, պետականության խնդիր է դնում իր առջև եւ լուծում։ Մի օր էլ գիտաժողովին միջազգային ասի, եթե չի դնում, չի լուծում էպոս չի, շատ-շատերը խանձրման, ակադեմիկների մագարտակում։ Այդ է իմ 7 վեպը ավանդական, որ պատմագրությունն է բերել 6-ը, միայն Սասնացրերն է բանավոր հասել։ Այդ է ապացում, պետականության խնդիր է դնում լուծում։ Եվ այդ երկու երկրները պարտադիր պետք է լինեն թշնամական, հակոտնյա։ Թշնամանքը միշտ կա այդ հակոտնյան եւ արարի ավերի վրա է։ Մեկը նվաճող տարածապաշտ է, եթե նվաճում է, ավերում է։ Եթե նվաճում է, բռնանում է։ Հարկից մինչև ստրկուհիներ, գերիներ տանելը, թալան։ Մյուսը դեմը կանգնած է, երկու մոդել կա, երկու նմուշ օրինակ պետության։
տարածապաշտ նվաճող, բռնացող իր կամքը թելադրող, թալանող, իր հարստությունը գոտակող եւ նրա դեմ պարտադիր կանգնած է հայրենապաշտ ազատագրող։ Մեր առաքելությունը 4 սերնդի էպոսի ապացումով հայրենապաշտ ազատագրումն է, մեր առաքելությունը, եւ գիտեք ինչ առաջին միջադեպից նժար է դրված Սասնա ծրերի առաջին միջադեպից Բաղդադի խալիֆ կամ Ասորստանի սենեքերեմ եւ Հայաստան։ Այդ նժարի վրա դրված է կոշտ ուժ, զորքը կքաշեմ կգամ, հող խաղեմ, ավազմաղեմ եւ այլն։ Հարգս 40 օկտոբերեր 70 կտաս, եթե ծովինարին չտաս ինձ գնություն։ Այս նժարի վրա, որ նուրբ ուժերն են, դրված է ազգային պատկանելություն։ Դու այլազգ ես հայ, ինչպես եմ ես իմ աղջիկը տալիս։ Դու կռապաշտ ես խաչապաշտ, այսինքն ինչպես եմ ես իմ աղջիկը տալիս։ Տեսեք, եւ հետո, եթե իմ աղջիկը գեղեցիկ է, Արվին կասի դու դուրս մի գա, ես եմ դուրս գալու։ Այդ նշանակում է էլ պետք է ունենաս, դու քոնը պետք է լինի, առանց քեզ գեղեցկություն, այլ չպետք է աշխարհում։ Որ ինչ, սա նուրբ ուժերի նժարն է։ Անշուշտ, եւ եթե արարումն եմ դրել մեր ազգի առաքելություն որպես իդեպ ինչ ծեծ կերել է պատմության մեջ արարող լինելու համար է կերել հայ ժողովուրդը եւ իր արարմանը կարճած լինելու հայ ժողովրդի առաքելությունը որ իրոք դաժան է եւ արդեն ամբողջ աշխարհի հետ գործ ունի ոչ հարևան տշնամական երկրի դարձել էպոսի մեջ ստեղծել հաշվեկշիռես երկու նժարների բայց լծակը իր ձեռքում չէ ինքը գիտի որ լծակը վերևինի ձեռքում է բարձրալի բայց ինքը միևնույնն է կոչված է որ հաշվեկշիռի այս երկու նժարները բարբերաբար խախտվել է բալանսը կոշտ եւ նուրբ ուժերի բալանսը այսօր խայտարակ դիսբալանսի մեջ է աշխարհը խայտարակ երևի աննախադեպ նույնիսկ ինձ համար որտեղ ամբողջ պատմությունը որ նայում եմ էպոսս էլ կզարմանար դες ինչ է ինքը կոչված է հաշվեկշիռը ստեղծելու եւ նաեւ դրա համար է շատ տարապել եւ նաեւ իր ընտրյալներին դրա համար է զոհաբերել Ինչ է պակասում Հայաստանին Գիտակցի իր առաքելությունը ներսի եւ դրսի հաշվեկշիռը պահող է կարգված գիտակցի եւ իր պետության նմուշ օրինակը ոչ թե գուրգուրի ոչ թե հպարտանա օխ հայտյանները ախ բակշատունիները ախ արշապնիները ախ չմամիջ ուսումնասիրի պետության այդ տենչ նմուշ օրինակ էր եւ հետո ազատ անկախությունն է գրված իր ճակատին հայքից սկսած ամեն ինչ խոստացավ բելը նրան եղբայր ենք մենք ամենաառաջին աչքիս առջև վիթխարի չի ասած գնաց եւ մի բան էլ ասեմ այդ առաքինությունը եւ այդ արդարության արարման նժարը որ եւ հայկի դեպքում կա եւ սասնացրերում բելին որ թաղեց պատվով բլուրի վրա Դոնալիչի արմջան կողմում ասաց իտես իմ զավակած որ տեսնեն որ որևէ նվաճող եթե գա իրեն աստված հրճակի նույնիսկ իր երկրում հրճակի միևնույն ինձ էստեղին կխանգարի աստված մեկն է իտես իր զավակած նույնը Դավիթը երբ որ Մսրամելիքին հորում սպանեց տվեց մորը Իսմիլ խանումին դրեց մեծ փառավոր թագավորական Ձիակարգի վրա ասեց մարետար իմ աղբոր պատվով թաղ է միայն մեկ մասը վերցրեց ասաց չէ որ իմ հոր ժառանգն է ինքն էլ է իմ հոր տղան
մի փոքրիկ մասոն կթաղեմ իմ երկրում։ Այսա պատվով թաղել, չթողնել, արևի տակ 5-6 օրով, իսկ 21-րդ դարը նայեք, դիակը չթողնել, թագավորների դիակներ են թողնում, եւ խրատ չի լինում ոչ մեկի։ Իսկ կամ երաժշտական ստեղծագործություն, որը անընդմեջ կարող եք լսել։ Այո։ Դա էլ է կապվում մասնագիտական մտքի ուղու կամ այդ ուղիով գնացող։ Այն երաժշտությունը, արվեստի այն, թեկուզ մեկ փոքրիկ կադր, մեկ փոքրիկ 2-3 րոպեանոց լայնակտավ չեմ ասում, մեկ նկար, այն ինչ ես զգում եմ, որ տիեզերքի հետ է զրուցում, մեկ ձայն, երկողի ձայն, ես կասեմ, ինձ համար, այսինքն դա այսօրվա ամերիկյան կերպարը չէ, Հյուստոն, իր այն մի երգը, Տիկնապահ ֆիլմից, այդ ձայնի միջոցով ինքը տիեզերքի հետ զրուցում էր, ես ամեն անգամ զարկվում եմ, որ լսում եմ, միայն ձայն, այդ կոկորդը, այսինքն, և նաև բնության հետ զրույցը, երբ որ չի դադարած լինում, ինձ համար այդպիսին են բնության հետ զրուցող, Վիվալդի Բախ, Բախը տիեզերքի հետ զրուցող է։ Դրա համար ես ամեն օր եմ լսում։ Իդեպ ես չեմ դնում հատուկ լսում։ Տղաս Գլեն Գուլդ շատ է սիրում, նրա Բախն է շատ սիրում, ամբողջ օրը միացրած է։ Մեր տանը կամինքն եմ ուղղում։ Այսինքն դա ամենօրյա դասական երաժշտության։ Ասեմ, երբ որ իմ մասնագիտությունից եմ ելնում, անշուշտ թե շատ եմ խեղճանում, որ դասական երաժշտության, էլի իմ գյուղական ծագման բերում, նույնիսկ 7-ամյա կրթություն չստացա երաժշտական, եւ կամ նկարչություն, սիրում եմ մասնագիտական ընկալումը, աչքը, գիտակցելը, զգալը մասնագիտական է լինում, բայց եւ չեմ նեղվում։ Ես էլ այդպես անուշ, անիմաց, ունկնդիր եւ ակնդիր եմ, ինչ ոչ, մեզ մասնագիտին է։ Ինչից եք վախենում։ Վախենում եմ չհասցնեմ անել այն, ինչ ուզում եմ անել։ Ծիծաղելով ասում եմ, 300 տարի էլ ապրեմ, կիսատ գործերով կմեռնեմ։ Վախենում եմ միայն ժամանակը թռնում է, չի հերիքում օրից սկսած, իսկ ես շատ կիսատ բաներ ունեմ։ Հենց իմ միտքը կիսատ է, փակ դռան առջև եմ կանգնած։ Շնորհակալություն։ Շակերտներում այսօր Տիկին Արուսյակ Սահակյանն էր, բարի գիշեր, կհանդիպենք։